Գյումրու թիվ 37 դպրոցում տեղի ունեցավ մեծարման գողտրիկ արարողություն 11-րդ Բ դասարանում։ Դասընկերները մեծ ոգևորությամբ ու ջերմությամբ շնորհավորեցին ծանրամարտի Եվրոպայի աղջիկների առաջնության հաղթող Աիդա Մանուկյանին։ Վերջին ժամանակներս հաճախ էր խոսվում այն մասին, որ Նազիկ Ավդալյանից հետո Գյումրին չունի իր նոր աստղը կանանց ծանրամարտում։ Եվ ահա Աիդան փառատեց բոլոր կասկածները։ Երեխաները մեր դրոշի գույները խորհրդանշող մեկական փուչիկ նվիրեցին Աիդային իրենց սրտից բխող անկեղծ խոսքերով։ Իսկ դպրոցի տնօրեն Աստղիկ Ավետիսյանը գավաթազնեց Եվրոպայի չեմպիոնուհուն, մաղթելով նորանոր միջազգային ձեռքբերումներ։ Վիդեոյում դարձա չեմպիոն, մինչև 15 տարեկանների պլյուս 60-ի քաշային կարգում նախապատրաստվել էի շատ լավ մրցմանը, դարձա չեմպիոն, չեմ փորձելու բավարարվել այդ արդյունքով։ Մյուս տարի մասնակցելու եմ պատանիների աշխարհի եւ Եվրոպայի առաջնությունների, փորձելու եմ բարելավել արդյունքներս։ Դասղեկ Արմանուշ Հարությունյանը նշեց, որ դպրոցը հպարտ է նման աշակերտուհու ներկայությամբ եւ ակնկալում է միջազգային նոր նվաճումներ։ Թե ինձ համար, թե բոլորիս համար, աշակերտների համար իրոք գեղեցիկ, ուրախոր է, տոն է, որովհետեւ շնորհավորում ենք մեր սիրելի չեմպիոնին, ինքը ոչ միայն մեր քաղաքի, մեր դպրոցի պատիվն է, այլ մեր ողջ մեր հայրենիքի պատիվն է, որով հպարտանում ենք բոլորս ու ցանկալի է, որ հայ ժողովուրդը ունենա նմանատիպ բազում զավակներ, որով կարողանանք հայ ժողովրդի, ինչու՞ չէ Հայաստանի անունը, Գյումրի քաղաքի անունը, 37 դպրոցի անունը միշտ հնչեցնել ամեն օր եւ ամենտեղ բարձր պահելու համար։ Անշուշտ իր սրտի խոսքն ասեց չեմպիոնուհու մայրը, մի քիչ հուզված, բայց շատ երջանիկ։ Մենք այս ճանապարհը անցնում ենք արդեն 5 տարի։ Կարծես այս հաղթանակը բոլորինս է։ Ես իր հետ ծանրացողը բարձրացրել եմ, ես իր հետ հուզվել եմ։ Այս բոլոր իր անցած ճանապարհին ես միշտ ներկա եմ եղել, թե մրցումների ժամանակ, թե պարապմունքների ժամանակ։ Իմ ուշադրության կենտրոնում է եղել նա միշտ։ Մենք պայքարել ենք։ Ես շատ պայքարել եմ այս ամեն ինչին հասնելու համար։ Թիվ 37 դպրոցի 11-րդ Բ դասարանն իսկապես մարզական է։ Այստեղ է սովորում նաև թեքվանդոյի հանրապետության ու միջազգային բազմաթիվ մրցաշարերի հաղթող Վարոս Խաչատրյանը։ Նրա հայրը Շիրակի մարզի թեքվանդոյի ֆեդերացիայի նախագահ Արա Խաչատրյանը նույնպես արտահայտվեց։ Մեդալը արդեն ինքը իր արժեքը ունի, այս բանին որպես ծնող եմ հուզված, որովհետև իմ երեխաս էլ է սպորտսմեն գտնվում այս դասարանում, լավ դասարան է, առիթից օգտվելով ասեմ, ու հետո մեդալի գինը տա, գիտեք, հենց այն պահն է, որը պետք է անձամբ մարդը զգա, բացատրելով որպես սպորտսմեն, բացատրելով մեդալի գինը տա ամբողջ աշխատանքը տրված է այդ 30 վայրկյանի մեջ։ Արարողության վերջում չեմպիոնուհու համար պատրաստված տորթը հաճույքով կերան Աիդայի համադասարանցիները։ Կարևորը մեծարման մարտաքանակը կամ տարածքի չափը չէ։ Կարևորը սրտաբուխ մաղթանքներն ու անկեղծությունն են, ինչն էլ թվացեց ողջ միջոցառման ընթացքում։ Սամվել Աղանյան, Կարապետ Արաքելյան, Հովհաննես Խաչատրյան, Օրագիծ,